Հարգելի նախկին 8-րդ դասարանցիներ, մենք շարունակում ենք մեր Լեոպոլդ Ինֆելդ Ալբերտ Էյնշտեյն ֆիզիկայի էվոլյուցիան գրքի քննարկումը։ Այսօր խոսենք 41-րդ էջից մինչև 50-րդ էջը, դրիվ ճշգրիտ չեմ կարող շետ էջերի թիվը, բայց հիմա կնայենք։ Ուրեմն, մեջով մաշտոց, ճանաչել զիմաստություն և զխրատ իմանալ բանս հանճարոյ։ Ալբերտ Էյնշտեյն, Լեոպոլդ Ինֆելդ, ֆիզիկայի էվոլյուցիան գրքից։ Ինչպես տեսնում եք, մենք հասել ենք 41-րդ էջը, որտեղ քննարկում ենք, թե ինչպես են տաք և սառը մարմինները միացնելուց տաք ջերմությունը ինչպես է անցնում տաքից սառը, ջերմության քանակը։ Քառասունյերկուերորդ էջի գաղափարը։ Եթե զանգվածը կարելի է կշռել, ապա ջերմությունը նման հաճույքի ինչպես արժանացնենք։ Խնդիրը այն չէ, որ մենք գիտենք, որ համեմատում ենք ջերմաչափի ցուցմունքի հետ, այլ այն, որ երբ ասում ենք այս մարմինը ունի այսքան ջերմություն, մի տեսակ տարօրինակ զգացողություն ունենք, որտեղ է այն գտնվում։ Իսկ եթե մարմինը փակ տարածքում է, որ ոչ մի այլ մարմին ոչ ջերմություն է տալիս և ոչ էլ վերցնում, ապա նա կարող է հավերժ այդ ջերմությամբ մնալ, ոնց որ դրամը սեյֆում, ինչքան ուզես կարող է մնալ, եթե դրամին դու ձեռք չտաս։ Այսպիսի գաղափար է արտահայտվել 42-րդ էջում։ 43-44-րդ էջեր։ Ջերմային երևույթը անվանել են կալորիա, ջերմածին երևույթ։ Եթե մենք ջրի հետ համեմատելիս տեսնում ենք, որ մի մարմնից սուբստանցը անցնում է մեկ այլ մարմնի մեջ, ապա այս դեպքում իսկ երբ նախնադարյան մարդը փայտը շփելով ջերմություն է առաջացնում, որտեղից է ջերմությունը առաջանում, երբ որ փայտը փայտին շփում ես։ Հնարավոր չէ դա բացատրել սուբստանցի տեսանկյունից, այսինքն սուբստանց է, մի մարմնից այդ սուբստանցը անցնում է մեկ այլ մարմնի մեջ, իսկ այս դեպքում, որ մենք սահմանեցինք, այն կարծես թե օդից է առաջանում։ Նույնիսկ եթե մտածելու լինենք, որ փոխվում է ջերմունակությունը, դժվար է բացատրել սուբստանցը որտեղից որտեղ է լցվում, շփվող փայտից շփվող փայտին, թե հակառակը։ Այսպիսի գաղափար է արտահայտվել 43-44-րդ էջերում։ Հետաքրքիր է, չէ՞։ Մի դեպքում սուբստանցը մի մարմնից անցնում էր մյուսին, իսկ այս դեպքում շփվելու միջոցով ինչպես է առաջանում այդ ջերմաքանակը ինչպես է առաջանում։ 44-45-րդ էջերի գաղափարները։ Ռումֆորդը բազմաթիվ փորձեր է կատարել թնդանոթի գործարանում։ Թնդանոթի փողը մշակելու ժամանակ մեծ ջերմություն է արձակվում։ Տաշեղներ են առաջանում, որոնք այս ու այն կողմ են թռչում։
այդ թնդանոթի փողը այսպես շաղափում են, էլի, որպեսզի հարթ, ողորկ լինի, որպեսզի նորմալ կրակի։ Նա ստուգել է տաշեղի ջերմնակությունը, թե ինչ ջերմնակություն ունի տաշեղը, և գտել է, որ այն ոչնչով չի տարբերվում թնդանոթի փողի նյութի ջերմնակությունից, այսինքն մենք պարզապես չենք կարող ասել, որ ջերմնակությունը փոխվում է, որի պատճառով էլ առաջանում է այդ ջերմածին երևույթը։ Ինքնին պարզ է արդեն, որ այն, ինչ մենք անվանում ենք ջերմածին, շարժումն է առաջացնում ջերմածին, կալորիա։ Ну, ստեղ 46-50-րդ էջերի գաղափարները։ Ну, սա իհարկե ջերմության հետ կապ չունի, բայց էներգիայի հետ կապ ունի։ Պատկերացրեք մի սայլակ, որը գտնվում է ինչ-որ բարձրության վրա, այդ բարձրության վրայից սայլակը մի անգամ հրում ենք, ինքը սկսում է շարժվել, եթե շփումը վերացնենք, ընդհանրապես վերացնենք, ապա սայլակը ինչքան ասես անգամ կարող է վեր բարձրացնել, իջել ներքև, վեր բարձրանալ, իջնել ներքև։ Եթե հիշում եք, ընդհանրապես Ամերիկայում, թե Անգլիայում կա այդպիսի մի վագոն, զվարճալի վագոն գնաց, որ այդ վագոնում, որ մարդիկ նստում են, ու սկսում են սենց ոլորապոտույտ շարժումներ կատարել։ Այդ մարդը, որ սարքել է այդ սարքը, որպեսզի քիչ լինի ծախսը, էներգիայի ծախսը քիչ լինի, նա ուրեմն մտածել է, որ շփումը փոքրացնի։ Շփումը եթե փոքրացնի ու բարձրությունը նույն բարձրության բերի մեքենան, ապա շատ քիչ ծախսած էներգիայի դեպքում նա այդ մեքենան կարող է հասցնել, այսինքն այդ գնացքը կարող է հասցնել ամենաբարձր կետին, որտեղ մարդիկ նստում են ու կատարում են ոլորապտույտ ուրեմն ուղևորություն, զվարճալի ուղևորություն։ Այդպիսի ուրեմն հետաքրքիր երևույթ է սա։ Գիտության առաջընթացը խորտակեց ջերմության որպես սուբստանցիայի հին հասկացությունը, այսինքն սուբստանցիա, ջերմությունը սուբստանց է, բան չունենք ասելու, բայց հին հասկացողության դեպքում, երբ որ ջերմությունը մի մարմնից անցնում էր մյուսին, մենք չենք կարող ասել, որ դա այդպես է, որովհետև մեկ նոր ցույց տվեցինք, որ ջերմնակությունը ոչ մի նշանակություն չուներ, նույնիսկ որ մարմինը ջերմությունը փոխում էր, երբ որ այն շփման մեջ էին դնում, ինչպես նախնադարյան մարդիկ ուրեմն շփման միջոցով կրակ էին ստացել։ Ուրեմն այս մարդը Ջոուլն է, անգլիացի Ջոուլը, Ջեյմս Պրեսքոթ Ջոուլ, անգլիացի, ծնվել է դեկտեմբերի 24-ին 1818 թվականին, Սոլֆորդ հոկտեմբեր 11, մահացել է Սոլֆորդում հոկտեմբերի 11-ին 1879 թվականին։ Մեծ Մանչեստրում։ Ուրեմն տեսնեք, թե ինչ էր ասում Ջոուլը։ Ուրեմն երկու կետ կարող ենք նշել Ջոուլի, ուրեմն ինչպես ասում են,
տեսությունից, հա, տեսություն, որովհետեւ տեսությունը ինչ է, տեսությունը դա գաղափարների ամբողջություն է, այստեղ երկու գաղափար կա, որ այդ գաղափարների միջոցով ստեղծվել է այդ տեսությունը, ուրեմն պինդ կամ հեղուկ մարմինների շփման միջոցով առաջացած ջերմության քանակը միշտ համեմատական է ծախսված ուժի քանակին, այսինքն այն ջերմության քանակը, որ մարմինը ստանում է մեխանիկական էներգիայի միջոցով, հավասար է այդ մեխանիկական էներգիայի, ուրեմն ծախսած էներգիային, այսպիսի ուրեմն եզրակացության է հանգել ջոուլը, օրինակ ջոուլը գտել է, որ 1 ֆունտ ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով տաքացնելու համար անհրաժեշտ ջերմության քանակ առաջացնելու համար անհրաժեշտ է 772 ֆունտ կշռաքարը 1 ոտնաչափից բաց թողնելուն, այսինքն 1 ոտնաչափ բարձրացրել ենք այդ կշռաքարը ու բաց ենք թողել, այդ կշռաքարը ջրի մեջ ուրեմն կստեղծի այնքան ջերմության քանակ, որ անհրաժեշտ է, որ 1 ֆունտ ուրեմն ջուրը 1 աստիճանով տաքացնելու համար, տեսնում ենք ինչքան մեծ էներգիա է պարունակում 1 աստիճան Ցելսիուսի ջերմաքանակը, այն ջերմաքանակը, որը անհրաժեշտ է 1 աստիճան Ցելսիուսը տաքացնելու համար, այստեղ նկարված է այդպիսի մի սարք, որով ուրեմն ջոուլը կարողացել է տեսնել, թե ինչքան էներգիա է անհրաժեշտ, որպեսզի ջրի ջերմաստիճանը բարձրանա, այստեղ ձախ կողմում մետր է նկարված, 2 ճախարակներ են, այդ ճախարակների վրա թել է գծված, թելերի ծայրերին կշռաքարեր են, թելերը միացված են ուրեմն ոլորանին, որը պատտելով մենք բարձրացնում ենք, ուրեմն կշռաքարերը, այնուհետև այդ ջրի մեջ ընկղված է թիակավոր սարք, այդ թիակավոր սարքը, երբ որ կշռաքարերը իջնում են ներքև, թիակավոր սարքը պտտվում է և պտտման հետևանքով պետք է, որ ջրի ջերմաստիճանը բարձրանա, և իրոք ջրի ջերմաստիճանը բարձրանում է, ջերմաչափի ցուցմունքը ցույց է տալիս, ուրեմն թե ինչքանով է բարձրացել ջրի ջերմաստիճանը, այստեղից որոշում են, թե ինչի է հավասար այն էներգիան, որն անհրաժեշտ է, ինչքան է այն էներգիան, մեխանիկական էներգիան, որն անհրաժեշտ է ջուրը 1 աստիճան Ցելսիուսով տաքացնելու համար, ինչպես տեսնում ենք, սա պարզագույն ուրեմն սարք է, որ հնարել է ջոուլը, 53-րդ էջի գաղափարները, մեխանիկական և ջերմային էներգիաները էներգիայի բազմաթիվ ձևերից միայն 2-ն են, այն ամեն ինչ կարելի է այդ ձևերից որևէ մեկին փոխակերպել, նույնպես էներգիայի ձև է, ասենք ինչպիսի էներգիա կարող է լինել, կարող է լինել ճառագայթային էներգիան, քարածխի էներգիան, քիմիական էներգիան, էլեկտրական էներգիան և այլ էներգիաներ, բոլոր դեպքերում էներգիան սուբստանց է և փոխակերպվում է մի ձևից մյուսին, տիեզերքը փակ է նյութի և էներգիայի տեսանկյունից վերցրած, այսինքն նյութն ու էներգիան իրար հետ մի տեսակ կապված են, չեն կարողանում նրանց միմյանցից անջատել, ինչպես ասենք, նյութը զանգված ունի, չէ,
Սուբստանցիայի երկու հասկացողություն գոյություն ունի՝ նյութը եւ էներգիան, որոնք ուրեմն տիեզերքում պահպանվում են։ 54-րդ էջի գաղափարը։ Նյութը ունի կշիռ, էներգիան կշիռ չունի, բայց այս երկու սուբստանսները, այսինքն հասկացությունները, կապված են միմյանց հետ։ Արդյոք մի սուբստանսը կարող է ձևափոխվել մյուս սուբստանսի, հա? Այսպիսի գաղափարը ներկայացվել 54-րդ ուրեմն էջում, այսինքն նյութը կարող է վերածվել էներգիայի։ Օրինակ, այստեղ ներկայացված է Դեմոկրիտը, տեսնենք, թե Դեմոկրիտը ինչ է ասել ժամանակին ընդհանրապես նյութի մասին, ընդհանրապես տիեզերքի մասին, ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Ուրեմն, ծնվել է Աբդերացի, Հունաստանում, Աբդերը քաղաքում, մեր թվից առաջ 460 թվականից մինչև մեր թվից առաջ 370 թվականը։ Հույն փիլիսոփա Լև Կիպոսի աշակերտն է եղել, ատոմիստական տեսության հիմնադիրներից մեկն է։ Հիշում եք, ես մի անգամ Դեմոկրիտի մասին ասել էի, թե ինչպես է, ուրեմն, ատոմի գաղափարը ինչպես է ներկայացնում։ 55-րդ էջի գաղափարը։ Տեսնենք, թե ինչ է ասում Դեմոկրիտը։ Քաղցրը պայմանական է, ասում է։ Դառը նույնպես պայմանական է։ Տաքը պայմանական է, գույնը պայմանական, այսինքն այդ բոլորը մեր մարդու կողմից ստեղծվածն են, ոչ թե իրականում դա գոյություն ունի։ Պայմանական են։ Իսկ իրականում գոյություն ունեն ատոմներ եւ դատարկություն, այսինքն գոյություն ունեն այդ բաժանել նյութը, ստացել ենք ատոմներ, ու ատոմը այլևս չեն կարողանում բաժանել, այդ ատոմները կան ամբողջ տիեզերքում եւ նրա կողքը դատարկություն է, բացարձակ դատարկություն։ Այսինքն զգայության օբյեկտները իրական են թվում եւ բնական է դրանք որպես այդպիսին դիտել, բայց իրականում դրանք գոյություն չունեն։ Այսինքն բնական է, որովհետեւ մենք ենք այն ստեղծում, ոնց որ ասենք ես ստեղծում եմ աթոռ, ասում եմ աթոռը իրական է։ Այո, իրական է, բայց ինչ կամից Դեմոկրիտը ասում է, որ աթոռը սարքվել է այդ ատոմներից, որոնց միջև կա դատարկություն, այդ ատոմներից սարքված է տարարկան նյութը, ուրեմն նոր դառնում է աթոռ, իրականությունը դա է։ Իրական են միայն ատոմներն ու դատարկությունը, սա ասել է Դեմոկրիտը։ 56-րդ էջի գաղափարը։ Դեմոկրիտի ասածը կարելի է ընդունել որպես պարզ ճշմարտություն, բայց Գալիլեից սկսած օբյեկտների միջև ուժային փոխազդեցությունների միջոցով կարելի է բացատրել բնության մեջ տեղի ունեցող բազմաթիվ երևույթներ։ Այսինքն Գալիլեի երբ որ ասեց, որ մարմինները միմյանց ձգում են, ինչպես լուսինը ձգվում է երկրի կողմից, երկիրը ձգվում է արևի կողմից, այսինքն բնության երևույթները չի կարելի բացատրել միայն ատոմական տեսությամբ Դեմոկրիտի, այլ կարելի է բացատրել նաև ուժի տեսանկյունից վերցրած, որ նրանք միմյանց ձգում են կամ բանում են,
ինչպես ձգողության երևույթ կա այս տեզերքում, այնպես էլ բանողական երևույթ կա։ 57-րդ էջի գաղափարը։ Հելմհոլցի գաղափարը, թե ինչպես կարելի է ամբողջ տեզերքը բացատրել մի բանով, էլի, մի բանով բացատրել, որ դրանից ավել ոչինչ չկա։ Ոնց որ Դեմոկրիտն էր մեզ ասում։ Հետևաբար, ես այնպես ինչպես Հելմհոլցն է գրել, ես այդպես էլ արտագրել եմ։ Հետևաբար, ֆիզիկական գիտության վերջնական խնդիրը մենք տեսնում ենք նրանում, որ պետք է ֆիզիկան երևույթները բերել ձգողականության կամ վանողականության այնպիսի անփոփոխ ուժերի, որոնց մեծությունն ամբողջովին կախված լինի հեռավորությունից։ Այսինքն հեռավորությունից է կախված այդ ձգողության կամ վանողականության ուժերը։ Եվ այդ ձգողականության վանողականության ուժերը նյութի հետ միասին կազմում են մի ամբողջություն, այդ ամբողջության միջոցով կառուցվում է ամբողջ տեզերքը։ Այս միտքն է արտահայտում ուրեմն Հելմհոլցը։ Այս խնդրի լուծելիությունը բնության լիակատար ըմբռնման պայմանն է։ 58-րդ էջի գաղափարը։ Նյութի կինետիկ տեսությունը։ Հնարավոր է արդյոք ջերմային երևույթները բացատրել այն տերմիններով, որոնք վերաբերվում են պարզ ուժերի միջոցով միմյանց հետ փոխազդող մասնիկների շարժմամբ։ Այսինքն նյութի կինետիկ տեսությունը ինչ է ինձ ներկայացնում, որ նյութերը կազմված են մոլեկուլներից, մոլեկուլները գտնվում են անընդհատ շարժման մեջ, մոլեկուլները միմյանց հետ ուրեմն հարվածներ են ընդունում կամ փոխազդում։ Այդ մոլեկուլները հարվածելով միմյանց հարվածում են նաև այն ուրեմն տարայի պատերին, որի մեջ այդ նյութը լցված է, այդ գազը լցված է։ Ուրեմն բացատրությունը շատ պարզ է։ Այսպես ուրեմն բացատրում էին մեր բնազդը մեզ հուշում է, որ ջերմությունն ստեղծվում է շարժմամբ։ Այսինքն մենք բնազդորեն ենք ընդունում, որ ջերմությունը ստեղծվում է շարժմամբ։ Եթե այս շարժումը չլներ, ապա ջերմություն չէր լինի։ Մասնիկի միջին կինետիկ էներգիան կբնութագրի նյութի ջերմությունը։ Այսինքն ջերմաստիճանը ցույց կտա մասնիկի նյութի ջերմաստիճանը։ 59-րդ էջի գաղափարը։ Կարելի է ցույց տալ, որ գազերի կինետիկ տեսությունը, այսինքն այն տեսությունը, որ նոր մի քիչ առաջ մենք ուրեմն արտահայտեցինք, սա էր գազերի կինետիկ տեսությունը։ Ոչ միայն համաձայնացված է փորձի հետ, այլև փաստերի ավելի խորը ըմբռնման է հանգեցնում։ Այսինքն, երբ որ մենք փորձեր ենք անում, փաստեր ենք ձեռք բերում եւ այդ փաստերի խորը ըմբռնման միջոցով ավելի ուժեղ տեսություն ենք ստեղծում, որն ապացուցում է, որ գազերը կազմված են մոլեկուլներից, մոլեկուլները գտնվում են անցաչարման մեջ եւ փոխազդում են միմյանց հետ։ Այստեղ եթե հետևելու ունենք նյութի կինետիկ տեսությանը, ամեն ինչ համընկնում է։ Մխոցի տակ գտնվող գազի մասնիկները հարվածելով մխոցին որոշակի ուժով ստեղծում են որոշակի ճնշում։ Բեռն էլ չի թողնում, որ մխոցն ավելի վեր բարձրանա։ Այստեղ ինչ է նկարված։ Ուրեմն նկարված է տարա,
այդ տարայի մեջ գտնվում է գազ, ինչ-որ գազ, այդ տարայի վերևում գտնվում է մխոց, որը ազատ կարող է շարժվել, վերև ներքև կարող է շարժվել, այդ մխոցի վրա դրված է ինչ-որ բեռ է դրված, հիմա ինչպես ապացուցենք, որ այդ երևույթը տեղն է, մոլեկուլային տեսությունը ճիշտ է, այսինքն մոլեկուլների միջին կինետիկ էներգիան, ուրեմն հարվածելով մոլեկուլները պատերին, անոթի պատերին, ինչպես նաև մխոցի պատին, մխոցի վրա առաջացնում են որոշակի ճնշում, այդ ճնշման տակ մխոցը կբարձրանա վերև, երբ որ մենք բեռը վեր բարձրացնենք, և կիջնի ներքև, երբ որ մենք բեռին բեռ ավելացնենք, ինչի համար, որովհետև ճնշումը վերևից ինչքան ճնշում է, ներքևից էլ նույնքան ճնշում է և մխոցը գտնվում է ուրեմն միևնույն մակարդակում։ Վաթսուն էջի գաղափարը, երբ որ մենք մխոցը սեղմում ենք ներքև, ծանրոց ավելացնելով, մենք պարզապես ենթադրում ենք, որ գազը կխտանա և ավելի մեծ ուժ է պետք այն որոշակի մակարդակում պահելու համար, նշանակում է հարվածների թիվը մեծացել է, իսկ եթե ունենանք երկու այդպիսի սարք, մեկը ջրածնով, մյուսը ազոտով, եթե բեռները նույնն են, մխոցները նույն մակարդակում են գտնվում, ապա պարզ է, որ չնայած գազերը տարբեր են, բայց միջին կինետիկ էներգիաները նույնն են։ Այսինքն, այստեղ, որ նոր ես բացատրեցի, երբ որ մխոցի վրայի բեռը ավելացնում ենք կամ պակասեցնում ենք, մխոցը շարժվում է վերև կամ ներքև, նայած թե մենք ինչքան ենք բեռ ավելացրել կամ պակասեցրել։ Եվ միջին կինետիկ էներգիայից է կախված, թե ինչպես է ազդում գազը մխոցի վրա։ 61-րդ էջի գաղափարը, այս տիպի փորձերը բերեցին մի նոր եզրակացության, որոշակի ջերմաստիճանի և ճնշման և ծավալի դեպքում մոլեկուլների թիվը մի այնպիսի մեծություն է, որը ոչ թե մի առանձին գազ է բնութագրում, այլ բոլոր գազերը։ Այսինքն, եթե մոլեկուլների թիվը նույնն է, ապա ուրեմն բոլոր գազերի համար էլ ճնշումը նույնն է, որովհետև միջին կինետիկ էներգիան նույնն է բոլոր գազերի համար։ Նյութի կինետիկ տեսությունը ոչ միայն գազերի համար եղավ ճշմարիտ, այլ նաև հեղուկների, որոնց միջին կինետիկ էներգիան ավելի փոքր է, քան գազինը։ Ինչպես տեսնում եք, միջին կինետիկ էներգիայի գաղափարը թե հեղուկների և թե գազերի համար նույնն է։ Այսինքն, գազերի համար մեծ է միջին կինետիկ էներգիան, իսկ հեղուկների համար փոքր։ Այսքանով սահմանափակենք մեր այսօրվա ուրեմն դասընթացը, քննարկումը, կհանդիպենք հաջորդ ուրեմն տեսանյութում։ Շնորհակալություն ուշադրության համար։